Տիկին Ստեփանյան դեռ երեկվանից փակ են պահում Բաղրամյան պողոտան անհետ կորածների ծնողները, նրանց գլխավոր պահանջը Արմեն Աբազյանի հետ պաշտոնի վերականգնումն է, խոսենք այս մասին։ Ոչ միայն պաշտոնի հետ կանչումն է, ցավոք, այո, մենք հասցրել ենք նրան, որ անհետ կորածների ծնողները, որոնք նաև ունեն բազմաթիվ առողջական խնդիրներ, իրենց հետ մենք բարբերաբար շփվում ենք, ստիպված եկել են, ճանապարհ են փակում, այսօր առավոտյան հերացու կողմ ճանապարհ փակեցին, թեպետ ոստիկանների հետ քաշքշոց տեղի ունեցավ, ոստիկանները քաշքշեցին նաև ծնողներին, իրենք 5 տարի տարբեր պետական կառույցների դռներ գնացել են, 5 տարի տարբեր պետական կառույցներում եղել են եւ նույնիսկ մեր ակցիաների ժամանակ ծնողները ասել են, որ եթե որոշակի աշխատանք կատարում է, դա ԱԱԾ-ն է, որ կատարում է։ Հիմա խնդիրը ինչումն է, այս մարդկանց երեխաների պատմությունը, աշխատանքների ընթացքը վերջին 5 տարիներին, որ առավելապես տեղեկացված է եղել եւ որոշակի հանդիպումներ է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ, դա եղել է Աբազյանը եւ վերջին իրենց հանդիպումը, որ եղել է ամսի 14-ին, Աբազյանը վստահեցրել է, որ մինչեւ այս ամսվա վերջ ինքը եւս մեկ հանդիպում կունենա, որից հետո արդեն կսկսենք կոնկրետ աշխատանքներ իրականացնել։ Հիմա երեկվա պաշտոնանկությունը ծնողներն ասում են իրենց համար դա պատերազմի նման նոր բոթ էր, որովհետև իրենք չգիտեն ի վերջո նոր ժամանակավոր պաշտոնակատարը որ կետից է սկսելու, ինչպես է աշխատելու եւ պահանջը իրենց այն է, որ պետք է նորանշանակ պաշտոնակատարը հանդիպեր իրենց, երեք իրենք այստեղ ԱԱԾ-ի ներկայացուցիչ էլ կար, ասացին, որ իրենց պահանջը այն է, որ 2-3 րոպեով, 5 րոպեով գա այստեղ, հանդիպի եւ ծնողներին հավաստիացում տա, արդյոք ինքը կկարողանա զբաղվել այդ հարցով, արդյոք այս հարցը կլինի իր համար առաջնահերթ հարց, մեծ բան չեն պահանջում երեկվանից այս ծնողները եւ ես կարծում եմ, որ սա պետք է լիներ նաեւ ԱԱԾ ժամանակավոր պաշտոնակատարի առաջին քայլը 3 մոտենար ծնողներին, որովհետև իրենք այն ակցիա անողները չեն, որ կարողանան արևի տակ, գիշերը մնացել են այստեղ, կարողանան իրենք դիմադրեն, որովհետև առանց այդ էլ իրենց ցավը իրենց հյուծել է իրենց առողջությունը եւ հրահանգ ունի չգալու։ Չեմ կարող ասել հրահանգ ունի թե չունի, բայց պարտավոր էր գալ, պարտավոր էր հանդիպել այս ծնողներին, 5 րոպեն, 10 րոպեն նորանշանակ պաշտոնյայի ԺՊ-ին չէր խանգարի, այդպես գեր զբաղված չէր լինի, կարծում եմ, կարող էր գալ, հանդիպել եւ ծնողները այս իրավիճակում չհայտնվեին, ամբողջ գիշեր մնացել են այստեղ, այսօր էլ են մնալու այստեղ, բայց նաեւ ծնողները ուրիշ պահանջ ունեն, պահանջը արդեն Նիկոլ Փաշինյանին է ուղված, ով վաղը գնալու է Թուրքիա հանդիպելու Էրդողանին, չի բացառվում, որ հանդիպում լինի նաև Էրդողան, Փաշինյան, Ալիև ձևաչափով, իրենք պահանջում են, որ այս անհետ կորածների հարցը անպայման այնտեղ քննարկվի, անպայման ելք գտնվի, ծնողներն ասում են, որ եթե ինքը այդպես սեղմում է ամուր Էրդողանի գիրքը իր կրծքի տակ, կարողանում է գնալ, մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, բայց գնում է Թուրքիա հանդիպման, ուրեմն այնպիսի հարաբերություն է ստեղծել իրենց հետ, այնպիսի հարաբերություն է ստեղծել իրենց հետ, որ կարող է եւ պետք է մեր անհետ կորած տղաների հարցը անպայման քննարկի եւ առանց լուծման ծնողները ասում են, ես ասում եմ նաեւ Նիկոլ Փաշինյանի համար ծնողների անունից եմ ասում, առանց լուծման Երևան չգա, պահանջում են այդ հարցը անպայման լուծի։ Հիմա թե կլինի այնտեղ Ալիևի հետ այլ քննարկում, թե կլինի շուտապույտ հանդիպում, ասենք այստեղի ԱԱԾ-ի, այնտեղի ԱԱԾ-ի եւ քանի որ նախկին ԱԱԾ պետը ասել էր, որ ամսվա վերջին արդեն թուղթ է ստորագրելու եւ գործնական աշխատանքներ են սկսվելու, ծնողները ասում են գնում ես այնտեղ անպայման այդ գործնական հանդիպման հարցը լուծի, որպեսզի
այս մարդիկ 5 տարի ամեն օր դռնեդուռ են ընկած, ամեն օր ասում են հիմա էլ քնչականից են ասում ծնողները, որ կանչում են, ասում են իրավահաջորդի հարց լուծեք, դա էլ իր հերթին ծնողները դրա տակ այլ ենթատեքստ են տեսնում, ուրիշ խնդիր են տեսնում։ Ես ավելի հստակ կճշտեմ ծնողներից, որովհետև երեք քննարկում էին, որ դա իր տակ նոր վտանգ է ներկայացնում, չպետք է դրա տակ ստորագրել, կհասկանամ ինչումն է խնդիրը, ձեզ կասեմ անպայման, հրապարակային կասեմ։ Իրենք հիմա սպասում են, որ նորանշանակ պաշտոնակատարը հանդիպի իրենց հետ այստեղ, հավաստիացում տա, որ կզբաղվի այս հարցով, սա կլինի իր առաջնահերթ հարցերից մեկը կամ առաջնահերթ հարցը, եւ երկրորդ ծնողները Նիկոլ Փաշինյանին ասում են առանց իրենց տղաների հարցը, ամուսինների հարցը լուծելու Թուրքիայից չվերադառնա, որովհետև սա լավ հնարավորություն է Նիկոլ Փաշինյանի համար այս հարցը բարձրացնել ու այս հարցի հետևից խնդրել, չգիտեմ, տարբեր եղանակներ կան, իրեն շատ ու շատ հարցեր պարտադրում են, ինքը կատարում է, եթե ինքը չի կարող պարտադրել, ապա թող խնդրի այս հարցը անպայման օրակարգ տանի եւ տղաներ կան, որոնք կենթանի են Բաքվի բանտերում, ծնողները նման հավաստիացումներ ունեն, տղաներ կան, որոնք անհետ կորած են, գուցե լուծում են ուզում, հարցին լուծում են ուզում մարդիկ։ Արցախի վերջին պայթյունից հետո ինչքան տղաներ կան, 22 անհետ կորած կա, որոնց մասին ոչինչ չգիտեն ծնողները, արցախցի ծնողները ոչինչ չգիտեն եւ որևէ մեկը իրենց որևէ պատասխան չի տալիս։ Մարդիկ հավաստիացում են ուզում եւ սա հումանիտար հարց է, ես կարծում եմ, եթե այս օրերին այդպես այդ կուսակրոնության հարցը դարձել է թիվ 1 խնդիր, ես հիմա ուզում եմ ասել, երբ որ կգնաք Թուրքիա, թիվ 1 խնդիր ձեր համար դարձրեք, այս հարցը, ասում եք գնում եք հայտարարություն համատեղ անելու, ես կարծում եմ յուրաքանչյուր հայտարարության, յուրաքանչյուր ձեր դրված ստորագրության հիմքում պետք է լինի այս խնդիրը։